Հայաստանյան եպիսկոպոսած և թեմակալ առաջնորդների ժողովը որոշել է, որ պետք է զղջան այն հոգևորականները, որոնց ներկայությամբ պատարագի ժամանակ զղջվել է ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդների անունները։ Հակառակ դեպքում խստագույն պատիժ է սահմանվելու։ Ինչպես նշված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարությունում, այդ արարքը եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Այսինքն կպարակտվի կապը եկեղեցու և կանոնակարգը խախտած հոգևորականների միջև։ Եպիսկոպոսած դասը դատապարտելի նկատեցուն երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին, հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության և առավել զորացման։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կիրակնօրյա 5 պատարագի ժամանակ է զեղչվել կաթողիկոսի անունը։ Պատարագներից երկուսի ժամանակ պատարագիչ քահանաների հակականոնական արարքը Վայոց ձորի և Մասյացոտն թեմերի առաջնորդների ներկայությամբ է եղել։ Երեքշաբթի, երբ ժողովի էր շտապում Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arքեպիսկոպոսը, վստահեցնում էր կվարվի այնպես, ինչպես կորոշի ժողովը։ Ժողովը պիտի որոշի, անշուշտ, հապա ինչու է ժողովը։ Պարտադիր չի Վեհապարյանն հնչեցնել։ Ժողովը կորոշի այսօր ձեր հարցերի պատասխանը ես չեմ։ Այսօր արդեն Մայրաթորի տարածած հայտարարությանն այսպես է արձագանքում։ Ինչքան հասկացա, այդպես բան չկա, փոքր տեքստ է ինչ-որ։ Աբրահամ Սրբազանը կարծում է, որ ինքը զղջալու պատճառ չունի։ Ես պիտի զղջամ, իմ մասին չէ խոսքը։ Չնայած, որ իր ներկայությամբ էր նոյեմբերի 16-ին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանան մասնատել պատարագը։ Սրբազանի խոսքով ժողովի որոշումն իրեն չի առնչվում։ Խիստ պատիժը Տեր Հովանեսին կարող է սպառնալ։ Կհանդիպի քահանային, կորոշեն զղջալու է Տեր Հովանեսը, թե ոչ։ Քահանան, որ նաև գնդերից է, բանակի հետ կապված ինչ-որ բաների են, չգիտեմ ուր են զորանոցներում։ Մի քանի օրից կվերադառնա, կքննարկենք վերջնական բանը, կներկայացնենք Մայրաթոր։ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ում ներկայությամբ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում էր զեղչվել Վեհապարի անունը, հայլուրի զանգերին չի պատասխանում։ Մեր աղբյուրները պատմում են, որ նոյեմբերի 23-ին Մայրաթորից 2 սարկավակ էին գնացել Մասյացոտն թեմ պատարագին մասնակցելու։ Բայց ճանապարհին Արարատ գյուղ չհասած բարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են նրանց մեքենան, պատճառաբանել, թե գույքագրում արված չէ։ Սարկավակները անմիջապես առցանց վճարել են, բայց բարեկները նրանց պահել են այնքան, մինչև ծրագրում երևա գումարը։ Սարկավակները տեղ են հասել, երբ արդեն ավարտվելիս է եղել պատարագը, բայց այստեղ էլ քաղաքացիական հագուստով մարդիկ են խոչընդոտել նրանց մուտքը եկեղեցի։ Անցած կիրակի Սուրբ Հակոբ եկեղեցում կիրակնօրյա պատարագը պետք է մատուցեր Տեր Հարություն քահանան, բայց անձնական խնդիրների պատճառով արձակուրդ է ձևակերպել։ Վստահեցնում է, եթե ինքը անցկացներ պատարագը, խմբագրումներ չէր անի։ Եթե անձը բանադրված չի, իրավունք ունի պատարագին մասնակցելու, բայց որևիցե զեղչում հնարավոր չէ։ Դուք հատուկ եք արձակուրդ վերցրել այդ շրջանում։ Ոչ, անձնական հարցեր ունենք։ Երեկվա ժողովից ինչ կասեք։ Ժողովից մեկ օր անցել Արտակ և Դանիել Սրբազանները լռում են, երբ հարցնում ենք, թե ինչ է քննարկվել երեկ Վեհարանում։ Եպիսկոպոսած ժողովին Մայրաթորի դիվանապետ Աշակ Սրբազանի ծառայությունը կասեցնելու հարց չի քննարկվել։ Աբրահամ Սրբազանի խոսքով այդ հարցով առանձին հանձնաժողով է ձևավորվել, որն էլ որոշելու է Աշակ Սրբազանի հոգևոր ծառայությունը սառեցնելու է, թե ոչ։ Լանա Ամբարձումյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։